Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ։ Հայ-առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու և կալանքի տակ պահելու մասին։ Թեման մեր տեղեկություններով պահվում է սպասման ռեժիմում մինչև նրա ժամանումը։ Միևնույն օրաթերթը գրում է. Օրաթերթի իրազեկ աղբյուրները քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով, ընդ որում առերես հարցաքննության։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացել է, որ ըստ նախաքննական մարմնի դեռևս 2015-ից 16 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ, ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության։ Հրապարակ օրաթերթը գրում է. Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը ըստ էության ձևավորում է Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը, ի դեպ ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը։ Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր կրթածները, իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը, և ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել։ ՔՊ-ականները բողոքում են, թե պրոշները ուռացրած, բոտոքս արած աղջիկներն են խորհրդարան գնալու։ Հրապարակ թերթը գրում է. Ինչպես հայտնի է, հեծի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխել է գործընկերոջը։ Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3.250.000 ԱՄՆ դոլար կհատկացնի։ Սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։ Տեղեկություններ կան, որ նոր ընկերությանն ավելի մեծ գումար են վճարելու, հաշվի առնելով գործի բարդությունը։ Հիշեցնենք 2025 թվականի հուլիսին հեծի վերաբերյալ ձեռնարկված քայլերի դեմ հետսեփականատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։ Այս և այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։